Նախ հստակ է, թե չէ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին գնալու է Մոսկվա, թե ոչ, եւ ԵՄ-ից արդեն բարձր ներկայացուցիչի մակարդակով հորդոր է հնչել, որ այն պետությունները, որոնք կգնան, ցանկալի չէ, ճիշտ է, տեխնացու պետություններին է կոչով դիմել այդ պաշտոնյան, բայց Հայաստանը, քանի որ այդ գործընթացը սկսել է, հնարավոր է, որ վարչապետը չմասնակցի միջոցառմանը։ Լսեք, ես ուզում եմ հասկանամ, մենք ընկալման խնդիր կա, հա, մենք այդ հաղթանակը մայիսի 9-յան հաղթանակը մեր հաղթանակն էլ է։ Մենք 300,000 զոհ ենք տվել, 300,000 մարդ, հայ մարդ գնացել եւ չի վերադարձել, ել չեմ ասում, որ ներողություն եմ խնդրում, բայց դիմադրության շարժումներում տարբեր դաշնային զորքերում էլի հայեր են եղել, որոնք մասնակցել են, դա մեր հպարտության օրերից մեկն է եւ ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձեւով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ եւ այլ տենց բաների հետ։ ԵՄ-ի շատ ու շատ ղեկավարներ այցելում են Մոսկվա, հանդիպում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, բանակցում են, խոսում են։ Հիմա մեծ բանակցություններ են ԱՄՆ-ի հետ, որոնք տեղի են ունենում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այսինքն այդ Հայաստանը պետք է իր ամեն ինչը դնի մի կողմ, որ հանկարծակի ինչ որ մի, չգիտեմ, ԵՄ-ի պաշտոնյա դա իրանց տեսակետն է, սա մեր տեսակետն է եւ եկեք մի բան ֆիքսենք, էլի հարաբերությունների մեջ միջպետական լինի դա ԵՄ-ի հետ, լինի դա Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, չգիտեմ, այլ 3-րդ, 4-րդ, 5-րդ երկրի հետ, գա Հայաստանի Հանրապետության դիրքորոշում, որը որ մենք պահում ենք եւ տանում ենք առաջ։ Կարող է ինչ-որ մի երկրի դա դուր չի գալիս, կարող է ինչ-որ մի երկրի այլ քալ դուր չգա, բայց կներեք մենք մեր շահերը եւ մեր տեսլականը եւ մեր ուղղությունը։ Պարոն Սիմոնյան, իսկ անցած տարի մեր հաղթանակը չէր այդ մայիսին։ Դե մեր հաղթանակն էր, անցած տարի նախ հարմար չէր, որովհետեւ այլ պատճառներ կան, էլ չեմ ասում հիմա 80-ամյակն է եւ կլոր հոբելյանական տարի է եւ գիտեք ինչ, ամեն տարի աշխարհը իրականությունը եւ ամեն ինչ շատ փոխվում է եւ չի կարելի համեմատել, կարող է հաջորդ տարի էլ օրինակ որոշենք չմասնակցել կամ հաջորդ տարի ընդհանրապես այդ միջոցառումը կարող է որոշեն չանել, չես կարող ասել։ Մի րոպե, մի հատ հարց տա։ Սիմոնյան, այսօր քանի որ կառավարության ծրագրի կատարողականն է քննարկվում, ձեր կառավարության ճիշտ ԿՊ-ի նախընտրական ծրագրում Շուշի հատուտի դեօկուպացիայի հարց կա։ Հիմա այս ծրագիրը փոխվելու է 26 թվականի ընտրություններին, թե այս նույն գաղափարներով է 2026 թվականին, եթե չեմ սխալվում, 1-2 ամիս կա, մի տարի 2 ամիս կա, չէ՞։ Դե բալիմա ինչ է կարծում, ուզում հասկանամ։ Չէ, սպայդրության պարտել բարձ չի։ Այս սպայդրության մենք հələ 2026 թվականի ծրագիրը դեռ չենք գրել ու չենք գրում։ Այսինքն խաղաղության այդ պրոցեսով է գնալու ընտրության։ Մոտավորապես ենթադրում եմ, որ այո, որ խաղաղության գործընթացը պետք է ավարտին հասնենք, եթե միջև այդ բանը իհարկե չհասցնենք ավարտին։ Պարոն Սիմոնյան, Ադրբեջանի պետական հեռուստաընկերության հաղորդավարը հայտարարել է, որ իրենց գլխավոր նպատակը Հայաստանի ներսում քաոս ստեղծելն է եւ տպավորությունը, որ որոշ ընդդիմադիր ուժեր սինխրոն աշխատում են այդ նպատակի իրագործման համար, խնդրեմ ձեր դիրքորոշումը։ Դե տենց ակամայից թե ոչ ակամայից, այո, դրա մասին նաև վարչապետը ասել է, որ հաճախ ոնց որ փարոսիկներ լինեն որոշ նաև հանրային գործիչներ, պարտադիր չի լինեն ազգային ժողովի նիստերի դահլիճում, փարոսիկներ, պասերով ինֆորմացիաներ եւ պասերով թեմաներ շրջանառության մեջ գցելով, դա արդեն հայտնի փաստ է, կարծում եմ դա մեր հերոստատիտողներն են շատ լավ գիտեն։ Դրա դեմ առնելու ինչ-որ միջոց չկա։ Գիտեք ինչ, դրա դեմ առնելու միջոցներից մեկը այդ 2026 թվականի ընտրությունն է, որի մասին որ խոսում ենք, այլ կեթանք կտեսնենք այդ մարտիկ նորից կհայտնվեն այս դահլիճում, թե չեն հայտնվի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նկատում են դա, թե չեն նկատում, ինչ վերաբերում է իրավական առումով, դա շատ դժվար է արձանագրել, հա, ինքը ասում է, ես քաղաքական գործիչ եմ, եւ ընդհանրապես քաղաքական գործչի խոսքը մեծ հաշվով շատ ավելի ազատ է, եւ քաղաքական գործիչը հակառակը շատ ավելի խոցել է, քաղաքական գործչի նկատմամբ որևիցե ձևով մեղադրանք հնչեցնելը, ասում ես քաղաքական հայտարարությունն է եւ դա դառնում է ուղղակի հայտարարություն։ Իսկ գործընկերոջ այցի պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Այո, իհարկե։ Հունիսին է։ Այո, հունիսին է, նախնական կտեսնենք ես չգիտեմ այդ գրկելու մասը ձեզ ինչ է այդքան հետաքրքրում, կարող ենք հետո դա քննալ, հա բայց ինչի եք անընդհատ այդ գրկելու մասին։ Չէ, բայց դրա մասին նամակ էիք գրել, չէ, բայց նամակ գրել էիք, չէ, ինձ դրա մասին։ Բա անընդհատ ոնց կարելի է գրկելու մասին խոսել։ Հետո պարոն Քոչարյանին կմեղադրեք,
կասեք ինչ որ հայտարարություններ անում։ Հիմա էթիկայի հանձնաժողով ստեղծենք, ասենք, ինչի եք դուք ուզում անդադ այդ գրկելու մասին տեսախցիկների առաջ խոսել։ Ինչա՞։ Ես ձեզ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս իմ այդ շփումը դադարեցնել, ասեմ ինչի։ Որովհետև դուք մենք մի շենքում աշխատում ենք, դուք լրագրող եք, ես քաղաքական գործիչ եմ, դուք ինձնից հարցազրույց եք վերցնում։ Պետք է գոնե իրար տեսնելուց ասել բարև ձեզ։ Երբ որ եթե դուք համարում եք, որ ինձ բարև տալու չկա, կներեք, որ ձեզ պատասխանելու էլ չկա։ Հաջան, բայց ի՞նչ կա, չէ, չի ցավաս, Սեզրան, ոչ չի կարելի անցնել, մարդու հետ աշխատել եւ առերեսվել եւ բարև չտալ, հետո գալ, ոնց որ որևիցե ոչ միայն դրա մասին։ Դուք գրավոր հարցերի դիմելու բան ունեք, չէ, ինչու է աղմկում գետը, գրկելու եք գործընկերոջը, թե չեք գրկելու։ Դուք իրավունք ունեք ուղղելու, ես ձեզ այդ իրավունքի համար պայքարել եմ, բայց ես իրավունք ունեմ չպատասխանելու ձեզ եւ ես այդ իրավունքից անպայման կուղեք։ Անտալիայում տեղի ունեցող երակոմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը պարբերաբար նորից հիշեցնում էր, որ պետք է սահմանադրությունը փոխի Հայաստանը նաեւ ԵԱԿ Մինսկի խմբից դուրս գա։ Ինչի մասին է խոսում անդադ, որ Ադրբեջանը չի գնում խաղաղության ու պարբերաբար այս խոչընդոտներ ստեղծելով տորպեդահարում է խաղաղության գործընթացը։ Ես կարծում եմ, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու, որովհետև դրա պատասխանը լեգիտիմ է եւ հստակ է։ Հայաստանի կողմից, Հայաստանի արտաքին գործերի նախարարի կողմից հնչեցված պատասխանը կարծում եմ բոլոր այդ մտահոգությունները փակում են, որ վարչապետն է դրա մասին խոսեց ազգային ժողովի ամբիոնից, բոլոր այդ խնդիրները քննարկել են, բոլոր այդ խնդիրների լուծումներ ունեն, բոլոր այդ խնդիրների մեծ մասը հասցեագրված է խաղաղության արդեն իսկ համաձայնեցված պայմանագրի մեջ, եւ ես կրկնում եմ, որ կարծում եմ ադրբեջանական կողմը մի փոքր ինչ անակնկալի է եկել այս մեր ժամին եք նայում, մեզ վարչապետ ամբիոնից սահմանադրության մասին հայտարարեց, նախկինում էլ էր ասվել, որ այն մեկնաբանելու իրավասություն ունի բացառապես սահմանադրական դատարանը եւ այդ մեկնաբանությունը անկախության հռչակագրի մասով տրված է սահմանադրական դատարանի կողմից եւ ամեն ինչ դրանով արդեն ավարտվում է, այսինքն այն խնդիրները, որոնք Բաքուն է բարձրաձայնում, դրանով փակվում են։ Սա արդյոք նշանակում է, որ քաղաքական առումով դիրքորոշումը հստակ է, որ ինչ սահմանադրություն էլ Հայաստանը առաջիկայում ընդունի, անկախության հռչակագիրը հղում անկախության հռչակագրի նախաբանից չի հանվի։ Ես դուք այնպես վերացական հարց եք տալիս, չէ, վերացական շատ եթեներ, չէ, եթեներ, բայց ես չեմ գրում, չէ, կամ մենք հիմա չէ, տեսեք, մենք նախ սկսենք նրանից, որ այդ հարցը ի սկզբանե տեղին չի, որովհետև մեր այդ ադրբեջանցիները, որ ասում են, դա իրանք ասում են միգուցե քաղաքական որևիցե լսի մի հատ հարցից հարցից պատասխանել։ Իրանք դա ասում են պարզ պատճառներով։ Հայաստանի Հանրապետության սահմանության մեջ, որպես նաև իրավաբան եմ ձեզ ասում, կա այն ինչի մասին այնտեղ գրած է։ Մի րոպե, կա այն մի րոպե, դա գրած է, ինչ որ գրած է։ Այլ բան, թե հղում կլինի, չի լինի, ես այդ քննարկումների մասին որից է բան չգիտեմ, ու որից է մեկը հիմա չգիտի։ 2020 թվականի, որ կորոնավիրուսը նոր սկսվել է, մենք զբաղված էինք սահմանադրություն փոխելով։ Բայց ես ուրիշ բան էի հարցնում, ես հարցնում եմ անկախության հռչակագրի հղումը նախաբանից։ Ես չգիտեմ, բայց ես պատասխանեցի Շողիկ ջան, ասեմ, որևիցե մեկը այդ հարցին քեզ հիմա չի կարող պատասխանել։ Ինչու՞, եթե սահմանադրական որովհետև ես դա չեմ քննարկել։ Չէ, եթե սահմանադրական դատարանը ասում է, որ որևէ տարածքային պահանջ այն չի պարունակում եւ դուք էլ նոր ասացիք, ինչ գրված է, այսինքն Ադրբեջանի մեկնաբանությունը դա Ադրբեջանի մեկնաբանությունն է։ Այդ դեպքում ինչու պետք է առաջանա անկախության հռչակագրի հանման հարցը։ Սորոջան, բայց ով ասեց, որ հանվելու է։ Ես ասել եմ, որ հանվելու է։ Դե եղարի դու հիմա ապրիորի հարց ես տալիս, դու ինչ որ վերացական բան ես հարցնում, ապագայի հետ կապված, որի հետ կապված ես քննարկում չեմ ունեցել, ու մենք քննարկում չենք ունեցել։ Դուք անձամբ ինչ եք սահմանադրությունը փոխվի, ապա Ադրբեջանը եւս պետք է իր սահմանադրությունը փոխի։ Այդ ինչ ասի, սկզբից ինչ է։ Այդ մասն խոսել, որ եթե Ես ասում եմ, որ իրենք նույն ձևի, նույն դրամաբանության մեջ իրենք նույն խնդիր ունեն։ Եթե իրենք հնչեցնում են նմանատիպ բան, հա, դրա ավելի վատ տարբերակը, որտեղ նաև Վրաստանի, Ռուսաստանի, Հայաստանի տարածքը ենթադրվում է, եթե հիմա խոսում ենք ենթադրությունների մասին, այդ նույն բանը կա իրանց սահմանության մեջ։ Ես կարծում եմ խնդիր ուրիշ բանի մեջ է։ Ես վստահ եմ, որ խնդիրը կայանում է նրա մեջ, որ տարիներ, տասնամյակներ շարունակ
պետությունները, թե մեր պետությունը եւ թե Ադրբեջանի պետությունը իր այդպես քաղաքական համակարգի ամբողջ կառուցվածքը հիմնված է եղել մեկը մյուսի վրա մյուսին ատելու եւ մեկը մյուսի վրա հարձակվելու կամ մեկը մյուսին որպես սպառնալիք ներկայացնելու մեջ։ Հայաստանը շատ ցավոտ ձևով իր ժողովրդավարության, իր ժողովրդավար ձևով ուժեղ իշխանություն ունենալով հանդերձ ուժեղ նկատի ունեմ ընտրված իշխանություն ունենալով հանդերձ այդ բարդույթները, հա, այդ Սերժ Սարգսյանների, մնացածի այդ հայտարարությունների այդ ես իրանց անվանում եմ հոմոսովետիկուս, հա, այդ սովետական այդ նոմենկլատուրայից եկած մարդկանցով եւ այլ, այնուամենայնիվ կարողանում է մեր ժողովրդի գիտակցության հանդերձ նաև կարողանում ենք մենք այդ բանը փոխել, կոտրել, որ ժողովուրդ պետք է ապրենք մեր տարածաշրջանում, պետք է ապրենք մեր հարևանների հետ եւ այլընտրանք չկա։ Ադրբեջանում կարծում եմ հələ այդ քաղաքական կամքը կամ այդ գիտակցումը, այդ տրամաբանությունը չկա, որ պետք է, այո, հնարավոր է ապրել մի երկրում, որը ունի այն կարգը, որը որ ունի հիմա Ադրբեջանը, առանց արտաքին թշնամի ձևավորելու։ Իրանց համար իմ ընկալվում, դա դժվարությունը։ Ոնց ապրել, ոնց պահել այդ իշխանությունը եւ չունենալ արտաքին թշնամի, որի վրա միշտ կարելի է բոլոր խնդիրների հետ կապված հղում կատարել կամ որով միշտ կարելի է սպառնալ։ Հիմա դուք մեզ բոլորով մեղադրում եք Հայաստանի, չգիտեմ, թուլացման, պարտության եւ այլի մեջ, միևնույն ժամանակ Ադրբեջանը իր ներքին շուկայի համար նաև արտաքին շուկայի համար ձևավորում է, փորձում է, բարձրավոր արդեն չի ստացվի, ձևավորել մի Հայաստան, որը պատրաստվում է նորից հարձակվել իրանց վրա։ Այդ հայտարարությունները հիշում եք, հա, իրանց բանի հետ կապված, որ իբր հայկական կողմը կրակել է եւ այլ։ Բայց մենք պետքա բոլորով, ես ձեր հետ խոսում եմ որպես նաև թիմակից, հա, որպես հայերով հավաքվել ենք, հարց ենք լուծում մեր երկրի համար, բոլորիս համար։ Մենք պետքա հասկանանք, որ այդ խնդիրը ինքը եթե ուզենա իր կամքը լինի, կարելի է խաղաղության պայմանագիր, ասում եմ, մի տարի առաջ կարելի էր այդ խաղաղության պայմանագիր, երբ որ 15 կետ էր համաձայնեցված, երբ որ 10 կետ էր համաձայնեցված, կարելի էր այդ խաղաղության պայմանագիր։ Ոչ թե Ադրբեջանը թույլ չի տալիս, տեսեք, ես մի անգամ ասեցի, նաև ներքին օրակարգ, ես մի անգամ ասեցի, տենց սկսեցին փնովել բան ինչ-որ մարդիկ, ովքեր որ Facebook-ի առաջ տենց քաղաքականությամբ են զբաղվում, քաղաքականությունը դա առևտուր է։ Այդ առևտուրը միջպետական առևտուր, Ադրբեջանը կարող է առևտուր անել Ռուսաստանի հետ, Իսրայելի հետ, ԱՄՆ-ի հետ, Ֆրանսիայի հետ, նույնը պետք է եւ անում է ինչ-որ ձևով Հայաստանը, նույնը Վրաստանը, բոլոր երկրները դա անում են։ Այդ առևտրի տրամաբանության մեջ ինքը այդ պահը համարել է ոչ ճիշտ։ Հիմա մենք իրավիճակ ենք ստեղծել, որտեղ իրոք ամբողջ աշխարհը ասում է, լավ, եղբայր, համաձայնեցված է, չէ՞, 17 կետը։ Բայց ինչի՞ չեք ստորագրում այդ բանը, ու մենք պետքա շարունակենք։ Սահմանադրության այո, ասում է դրա հայտարար, լսեք, տեսեք, չէ, լսեք, այդ ողջունելը դա քաղաքական մեսեջ է։ Ոչ մեկ չէր գնալու, չէ, պայմանական X երկրին ասեր, բա դու իմիջիայից 20 հոգի ողջունեցին, դու ինչի՞ չողջունես։ Այդ ողջունելը քաղաքական մեսեջ է։ Եղբայր, կնքի այդ պայմանագիրը։ Եղբայր պետք չի սեն շարունակել։ Էլ չեմ ասում այդ անձնական շփումների Եվրամիության եւ տարբեր կառույցներում վերաբերմունքի ձևավորումը դրանք բոլորը քաղաքականության մեջ մեսեջներ են պետությանը։ Ես հույս ունեմ, ես վստահ եմ, բայց նաեւ հույս ունեմ, որ չեմ սխալվում, որ Ադրբեջանը այդ ամեն ինչ շատ լավ գիտակցում է։ Եվ ես մի բան ասեմ, նոր Նարեկը նաեւ հարցնում էր խաղաղության պատերազմի մասին։ Դուք հիշում եք, որ մենք 2020 թվականից հետո մենք առնվազն մի քանի անգամ մենք կանգնած ենք եղել լայնամասշտաբ պատերազմի առաջ։ Մենք կանգնած ենք եղել։ Մեզ փորձել են ներքաշել 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ արվածը ամենավերջին բան փորձերից մեկն էր Հայաստանի Հանրապետությունը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ։ Որ ասում եք խաղաղություն, ժողովուրդ, այս քանից հետո հələ մի հատ հիշեք 90-ականներին խնդրում եմ հիշեք էլի, բացեք դու լավ հիշողություն ունես, փորձառու լրագրող դուք էլ շատ չէ հիշեք հələ էլի 91, 93, 94 թվականից հետո հələ մի հատ հիշեք, երբ որ հակառակ իրավիճակներ, թե ինչ էր կատարվում եւ ինչ իրավիճակ էր եւ ինչ շարունակություն ունեցավ եւ ինչ արեցինք մենք ու հիշեք ու համեմատեք եւ ասեք հիմա մենք այս պատերազմից 20 թվականից այս կողմ արդեն 4 տարի է անցել ինչ առավելություն ինչերի ենք հասել եւ ինչ արդյունքներ ունենք
Հիշեք ինչի մեջով ենք անցել։ Կոտրեք Կասրատիկը եւ հրապարակեք այդ 17 կետը, պարոն